Պաշտոնական Երևանը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հերթական հաղորդագրությունը, թե ապրիլի 10-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է թուրք պաշտոնակցի հետ։ Կոստանյանը գրել է, որ կարևոր քննարկում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա։ Հնարավոր է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ, հայտնում է ամերիկյան լրատվամիջոցը։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների երկքաղաքացի Քսենիա Կարելինան, որը Ռուսաստանում կալանավորվել էր Միացյալ Նահանգներում գործող Ուկրաինային օգնություն բարեգործական կազմակերպությանը $51 նվիրաբերելու համար, վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Կարելինայի դիմաց նահանգները Մոսկվային է հանձնել 2023-ին Կիպրոսում ձերբակալված ռուսաստանցի Արթուր Պետրովին, նրան մեղադրում էին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու համար։ Միացյալ Նահանգներում ուղղաթիռն ընկել է Նյու Յորքի մոտ Մանհեթենի արևմտյան հատվածում գտնվող Հուդզոն գետը։ Ուղղաթիռի կործանման հետևանքով K6 զոհ։ Ուղղաթիռը կորցրել է կառավարումը Ջորջ Վաշինգտոնի կամրջի ուղղությամբ շրջվելուց անմիջապես հետո, պատճառը պարզվում է։